Ականատես ենք լինում կալանավորումներին, գրեթե ամեն օր Հայաստանում մարդ է ձերբակալվում։ Հոգևորականներ, պարոն Կարապետյանի կալանքը ձերբակալվեցին, այս ամենը Հայաստանին ուր կարող է տանել, ինչ ենթադրում եմ, որ վատ կանխատեսում լինել պարոն Հովհաննիսյան։ Այս հիվանդակին վախվորած բզդլիկ մարդկանց արշավը հայ ինքնության, պետականության, եկեղեցու Հայաստանի քաղաքացու դեմ ուզենք չուզենք նրանք ուզեն թե չուզեն բերելու է դեպման իրենք բերում են իրենց ավարտը շատ ավելի շուտ քան իրենք կցանկանային սա այն ցավերն է գորուստներն են հարվածները որ մենք բոլորս պիտի ընդունենք մեր մարմնի վրա մեր հոգու մեջ եւ պիտի հետ վերակացնենք այս հարվածը վերանվաճելով մեր իրավունքը ինքնիշխանության, մարդու իրավունքների, տարածքային ամբողջականության եւ մեր դղաների եւ աղջիկների ազատության ազատագրման։ Պետք է գնա համապետական համազգային ազատագրում եւ այդ ազատագրումը նաեւ պիտի գնա մեր քաղաքական բանդարգյանների ազատության միջոցով, քաղաքական բանդարգյաններ, ովքեր բախվում են զուգահեռաբար եւ շատ խոսուն ձևով թե Բաքվում, թե Երևանում, հարազատ իշխանությունների կողմից եւ լինի պարոն Կարապետյանը, թե սրբազանները, թե հոգևոր, թե քաղաքացիական դասի ներկայացուցիչներ, ամեն մեկը արժանի է իր սեփական հայրենիքում լինել ազատ եւ իրենք կհասնեն մեր պահանջով, մեր հետեւողականությամբ այդ բերգրալի օրվա, բայց պայքարը շարունակվում է, դրված չէ ի վերուստ, մենք բոլոր քաղաքացիները պիտի մի գանք եւ հասկանանք, որ այսօր միայն Կարապետյանի հարց չէ, սա ոչ հայության խնդիրն է եւ թույլ պիտի չտանք, որ երբեք ու երբեք այս շարժումը պայքարը ընդհանուր մեղանա դառնա մի կուսակցության, թեկուզ մի շարժման, մի մարդու գործը, սա ամբողջ հայության խնդիրն է, համահայկական խնդիր դրված է, հարվածը այդ արշավը, որ այսօր տեղի է ունենում, դա համահայկական ինքնության վրա է, կառույցների վրա է եւ դա մարմնավորում է եկեղեցով, սրբազաններով, վեհապարով, պարոն Կարապետյանով, բայց յուրաքանչյուր հայ մարդ հարվածի տակ է եւ ինչպես դուք եք նշում, իսկապես ամեն օր շարունակվում է դա։ Նոր բանդարգություններ, հետապնդումներ, քահանաներ, քաղաքացիներ, տիկնայք, բարոնայք, սրբազաններ, սա վերջ չունի, որտեղ մեղավորը, հանցավորը, որ ինքն է ուզում նստացնել անմեղին, Ստալինյան կամ Հիտլերյան մոտեցմամբ, այն բզդլիկ մտածողությամբ այս օրը բարդավոր ենք տեսնել։ Տեսանք այս օրը, բայց մենք իրավունք չունենք թույլ տալ, որ սա շարունակվի եւ Հայաստանը դառնա չորրորդ թե ադրբեջանական, թե չգիտեմ ինչ հանրապետություն։ Հայաստանը պիտի լինի միայն ամբողջական Հայաստանի Հանրապետություն, որ արհամարում է այդ չորրորդը, այդ հինգերորդը, վեցերորդը եւ պատկանում է միայն այս ժողովրդին։ Պարոն Հովհաննիսյան, իր գործելավոճին այսպես ծանոթ լինելու, իշխանության գործելավոճին ծանոթ լինելու, ընտրություններից առաջ այս կալանավորումները, քրեական հետապնդումները, կարծես սրանք էր մնացան միայն իր գործիքը, կալանավորելով, քրեական հետապնդումներ հարուցելով, նկատում եմ ընտրություններից առաջ կշարունակի այս գործելավոճը։ Ես դվյան մարդուն եւ այդ խմբակին անևս չեմ մեկնաբանում, իրենք չարժեն ձեր առողջությունը այս հարցու պատասխանը Հայաստանի քաղաքացու թերգուզ ջգուդի չափ չեն արժում։ Մենք պիտի պահենք մեր առողջությունը, մեր առողջ բանականությունը, պայքարի հաստատակամությունը եւ պիտի պատրաստ լինենք շարունակվող հարվածների, բայց այդ հարվածները պիտի գա, որ իրենց վրա պիտի հետ չբրդենք։ Բայց կարելի ակնկալ է, որ բզդլիկ դիկտատորները վախվորած, դավաճան, կապիտուլանտ պիտի շարունակեն իրենց փոքրիկ գործերը, բայց հայ մարդը, Հայաստանի Հանրապետությունը, մեր եկեղեցին շատ ավելի բարձր է, դարերից եկած եւ դարերից գնացող։ Մենք պարտավոր ենք։